Սիրելի հետևորդներ, եկեք միասին փանքեյք պատրաստենք անչափ հեշտ, համեղ տարբերակով եւ ամենակարևորը քիչ ժամանակատար։ Տեսեք ինչ հրաշալի արդյունք եմ ստացել, զարդարել եմ ելակով եւ վրան ավելացրել եմ խտացրած կաթ։ Խտացրած կաթի փոխարեն կարող եք ավելացնել ինչ սիրում եք՝ շոկոլադ, նուտելա, մուրաբայի հյութ եւ այլն։ Եվ այսպես ձվի վրա ավելացնում եմ շաքարավազ, մի փոքր ահա այսպես խառնում եմ, որ ձուն ու շաքարավազը իրարով անցնեն, ավելացնում եմ կաթը, եթե ինչ սիրելիներ բոլոր չափաբաժինները կգտնեք տեսանյութի տակ, արտակարգ հեշտ բաղադրատոմս է սիրված շատերի կողմից, կդառնա նաև ձեր սիրելին ամենուր պատրաստեք։ Խառնելուց հետո ավելացնում եմ բուսայուղը, ահա այսպես, կրկին խառնում եմ, ավելացնում եմ փխրեցուցիչ, փխրեցուցիչը կարող եք փոխարինել սոդայի հետ, ոչ թե սոդայի հետ, այլ սոդայով, խառնում ենք եւ ավելացնում մաղած ալյուրը։ Ահա այսպես։ Մաս-մաս մաղում ենք, խառնում, մաղում ենք, խառնում։ Մինչև չափաբաժինը վերջանա։ Ինչպես ասացի, բոլոր չափաբաժինները ճշգրիտ քանակով կգտնեք տեսանյութի տակ, անպայման պատրաստեք, աշխարհի ամենահեշտ ու համեղ փանքեյքները կստանաք։ Խմորը պատրաստելուց հետո թողեք 1-2 րոպե հանգստանա։ Կհանդիպենք մի փոքր անց։ Ավելացրի վերջին չափաբաժին ալյուրը, խառնելուց հետո, ահա այսպիսի թանձրության զանգված պիտի ստանանք։ Այս ընթացքում դնում եմ թավան, որ տաքանա։ Խմորը ահա այսպես վրա ենք բերում, թողնում ենք հանգստանա։ Ինչպես ասացի, այդ ընթացքում դնում ենք թավան տաքանա։ Ահա այսպես մեկական շերեփ լցնում ենք 4 թավայի մեջ եւ համբերում մինչեւ եփվի։ Երբ սկսում է փանքեյքի վրա ծակոտիներ առաջանալ, նշանակում է ներքևից եփված է։ Շրջում ենք։ Տեսեք ինչ հրաշալի փանքեյքներ ենք ստանում։ Թողնում ենք մի քիչ ավելի կարմրի, եթե շատ եք ուզում կարմիր, եթե չէ, ահա այսպես։ Տաք թավայի մեջ լցնում ենք մեկական շերեփ փանքեյքի խմորից, երբ թավան լավ տաքանում է, ներողություն, այնտեղ փոխվեց։ Երբ թավան լավ տաքանում է, կրակը սարքեք մարմանդ։ Միջին կրակով պիտի եփվեն փանքեյքները, որ լավ եփվեն ու կարմրեն։ Ստանում ենք համաչափ սիրուն փանքեյքներ։ Երբ փանքեյքի վրա ահա այսպիսի ծակոտիներ են առաջանում, դա նշանակում է, որ տակից արդեն եփվել է։ Կարելի է շրջել։ Զգուշորեն շրջում ենք։ Տեսեք ինչ հրաշալի փանքեյքներ ենք ստանում։ Եթե շատ կարմիր եք սիրում, թողեք մի փոքր ավել կարմրի, բայց փանքեյքի կարմրելու աստիճանը հենց սա է։ Իսկ մեկ մի քիչ բաց եղավ։ Ինչ սիրուն է։ Հոպ։ Մեր տաքը արդեն բայց սովորել եմ։ Սիրուն հիմա բոլորը հանենք։
Սիրելիներ, փանքեյքները ահա պատրաստ են։ Հիմա մատուցման ափսեի մեջ դասավորեք ձեր ուզած ձևով եւ վայելեք ինչով որ ուզում եք, խտացրած կաթով, մուրաբաներով, նուտելայով, զարդարեք մրգերով, ինչով որ ուզում եք, ցանկացած օշարակով համեղ է։ Սեզոնային հատապտուղների հետ հատկապես էլ ավելի համեղ է։ Բարի ախորժակ բոլոր նրանց, ովքեր կփորձեն այս բաղադրատոմսը, կվայելեն եւ իրենց տաք, հաճելի մեկնաբանությամբ կուրախացնեն նաեւ ինձ։ Սիրով ձեր Միլա։ Իդեպ այս խմորով շատ լավ նաեւ վաֆլիներ են ստացվում, 4 հատ էլ վաֆլի եմ պատրաստում, խմորի մի մասով ահա այսպես նաեւ վաֆլի եմ պատրաստում։ Անպայման պատրաստեք այսպես եւ ուրախացրեք բոլոր ճաշակողներին։ Սիրելի հետևորդներ, ինչպես ասացի, փանքեյքի բաղադրատոմսը իր բոլոր բաղադրաչափերով կգտնեք տեսանյութի տակ նկարագրության բաժնում։ Քայլ առ քայլ նույն բաղադրաչափերով կրկնեք իմ գործողությունները եւ ստացեք ահա այսպիսի անզուգական համեղ, հաճող, արտակարգ փափուկ փանքեյքեր։ Չմոռանաք հետևել ինձ նաեւ Instagram-ում, Facebook-ում, TikTok-ում։ Իմ բոլոր էջերի եւ ալիքների հղումները եւս կգտնեք տեսանյութի տակ նկարագրության բաժնում։ Գրեք ինձ հաճելի մեկնաբանություններ, դրական էմոցիաներ հաղորդեք, որպեսզի նոր բաղադրատոմսերս էլ ավելի լավը լինեն։